Կեղտաջորելը հելնում լցման մեր տները։ Սարի թաղի որմնադիրներ փողոցի բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել։ Գրեթե ամեն շաբաթ կոյուղին խցանվում է, կոյուղաջուրը հոսում փողոցներով, ապա լցվում տների բակերը։ Այդ մայթից հելնում գալ լցումը ստեսա։ Ասենց արվով էցում լցում են տան տակ։ Ներքև էլ տուն կա։ Ներքև էս հարևանս տունն է լցում ջուրը։ Ինչքան ժամանակ է այս 2 տարի է արդեն։ 2 տարի է այս խնդիրն է, այսքան զանգում ենք, մեսի մեր գործը չի, սաղ ասում են։ Ասենց են որ եկան մի հատ մաքրին, հենց մի բեկին բողոքում են, գալի մի հատ մաքրում են ու էթում են, բայց չեն փոխում։ Շատ ահավոր վիճակ է, ռոպեն մեկ լցվում է, տրուբեկները փչացած են, երկար տարվա տրուբեկներ են, պետք է անպայման փոխվեն։ Այս խեղճերի տներն է լցվում վերևը, մեկ էլ էս ներքևը, տեսել եք։ Ինչ ասեմ, պետք է պետությունը օգնի։ Փոքր երեխա ունենք, մենք վախենում ենք, այնտեղ կանալիզացիայի ջուրը գալիս է, վախենում ենք երեխան, իր 3 անգամ հիվանդանոց է պարկե։ Վիրուս է երեխուն։ Դուրս են գալի, ինչ անենք, որ դուրս են գալի, ինչ անենք, մնանք տունը։ Դուրս են գալի, գալիս է այդ վիրուսը լրիվ տունն է լցվում։ Դրա համար մենք ասենք դիմադրում ենք, բայց երեխան Տունը լրիվ ավիրվել է։ Ջրը տակով էթում է, տունը բլում է։ Լրիվ։ Բնակիչները պնդում են խողովակները մի քանի տասնամյակի հնության են, վաղուց փոխելու անհրաժեշտություն կա, սակայն վիոլաջուրն իրենց ահազանգերն անպատասխան է թողնում։ Գալիս են յամ թե բացում են ու էթում են, всё։ Ուրիշ ոչ մի բան։ պետք է այս հարցին մի լուծում տան։ Հիմա անտեսված ենք, ղեկավարություն չկա, ինչ ղեկավարություն։ Ոչ մեկ չի ուզում օգնի, խնդրում ենք, աղաչում ենք, ոչ մի ձև։ Այս փողոցը մեզի գցել են մի կողմ, ոնց որ Երևանից դուրս ելնենք։ Բնակիչները նույնիսկ պատրաստ են մասամբ վճարել խողովակները փոխելու համար, բայց ասում են վիոլաջուր ընկերությունը այդ առաջարկը չի ընդունում, ոչ էլ սեփական միջոցներով է պատրաստվում անել դա։ Ընկերության կայքում արկա տվյալների համաձայն միայն նախորդ տարվա ընթացքում 50 վթար է տեղի ունեցել որմնադիրներ փողոցի այդ հատվածում։ Չնայած խնդրի մեծությանը եւ բազմաթիվ ահազանգերին վիոլաջրից մեկնաբանություն տալու համար մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Մասնագետները կուսումնասիրեն, ինչից հետո միայն կպատասխանեն։